Այսօր սեպտեմբերի 27-ն է և 5-րդ տարելիցն է Լրանում 44-օրյա պատերազմի։ Այսօր որոշել եմ այս իրադարձությունը վերլուծել թվային հոգեբանության տեսանկյունից, թե ինչ էր նշանակում այդ օրվա սանձազերծված պատերազմը և ինչու հենց այդ օրն էր ընտրվել։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ևս երկու իններ էին համընկնում։ Եվ եկեք հենց այդ օրվա վերլուծությունը կատարենք, թե ինչ էր նշանակում օրվա ծածկագիրը 9-9-4։ Իրականում ինները մենք գիտենք, որ արդեն նշանակում է մի բան, որը շատ երկար տարիներ ձգձգվել է և ավարտին չի հասցվել, հենց մենք ավարտին ենք հասցնում 9 թվանշանի ներքո։ Այն ամենը, ինչից մենք շատ երկար կարճած ենք մնացել, բայց վերջնարդյունք չենք գրանցել, մենք դրանից պետք է հրաժարվենք հենց այդ ժամանակահատվածում։ Եվ այն, ինչ մենք կարճում ենք և երկար բաց չենք թողնում, մեզանից ավելի վատ է վերցվում և ավելի ցավոտ է վերցվում։ Ինչ վերաբերում է 2020 թվականին, ապա սրանք երկու 20-20 թվանշաններ էին, որոնք հայելային էին համարվում։ Եվ 20-ը իրականում թվային հոգեբանության մեջ դա ցեղի ծրագիրն է և հիմնականում կապված է մոր ծրագրի հետ, երբ երեխան և մայրը ծրագիր ունեն միասին անցնելու։ Նորից եմ ուզում ասել, որ թվային հոգեբանության տեսանկյունից ոչ մեկ ոչ մեկի կյանքում հենց այնպես չի հայտնվում։ Եվ բոլոր այն երեխաները, որոնք հայտնվել էին և լույս աշխարհ էին եկել հենց այդ ընտանիքներում, նրանք ասելիք և անելիք ունեին հենց այդ մարդկանց կյանքում։ Ու եթե նույնիսկ մի շրջափուլ է գալիս, որ արդեն պետք է միասին չանցնենք ճանապարհը, նշանակում է այդ առաքելությունը ավարտված է երկուսիդ կյանքում։ Եվ երբ երկու մարդիկ հանդիպում են, անկախ նրանից ամուսիններ են դառնում, մայր և երեխա են դառնում, հայր և երեխա են դառնում, միևնույն է, մենք որևէ տրանսֆորմացիա մեկս մյուսի կյանքում պետք է բերենք, մեկը մյուսի միջոցով որևէ դաս պետք է կյանքում անցնի։ Եվ այն տրանսֆորմացիան, որ կրեցին 2020 թվականից հետո ծնողները, որոնք որդիներ կորցրեցին, կարելի է ասել, երևի 360 աստիճանով փոխվել է նրանց իրականությունը։ Ու այդ երեխաները և ասելիք, և անելիք ունեին այդ ծնողների կյանքում և ընդհանրապես յուրաքանչյուրիս իրականության մեջ։ Թվային վերլուծությունը թվերի մասին է, մարդու ծննդյան օրվա, ամսվա ու տարեթվի։ Եվ ցանկացած թիվ, որ մեր կյանքում հանդիպում է, դա մեկնաբանության, վերլուծության կարիք ունի։ Ու որևէ մեկի, որևէ անձի, որևէ երևույթի հետ մենք երբևէ հենց այնպես չենք առնչվում։